Հարոնայք լուսնոտը, պոչավորը, շնակերպը եւ եղջերավորը հպարտորեն ներկայացնում են ավազակների քարտեզը։ Մենք նրան շատ բանով ենք պարտական։ Լյումուս Մաքսիմը Կարդալ, դիտել, անգամ պարզապես ականջի ծայրով լսել Հարի Փոթերի պատմությունը եւ մինչեւ հոգու խորք չսիրահարվել նրան անհնար է։ Ջոան Ռոլինգից ծնված այս հերոսը կյանք տվեց շատերին, նրանց կյանքում գտնելով իր ուրույն գույնն ու տեղը։ 1997-ին լույս տեսավ փիլիսոփայական քարը, եւ առաջին անգամ նրա միջոցով մենք մտանք կախարդական աշխարհ, որտեղից մինչ այսօր շատերը չեն ցանկանում դուրս գալ։ Հարի Փոթերի պատմաշարը պարզապես կախարդական արկած չէ, այն պատմություն է սիրո, կորստի եւ ինքնության մասին։ Գիրքը գրելուց առաջ Ռոլինգը կորցնում է մորը, եւ դա խորապես ազդեցություն է թողնում պատմության վրա։ Նրա հերոսներից Վոլդեմորթը դառնում է մահվան ու չարի մարմնավորումը, ով փորձում է հաղթել, սակայն բախվելով Լիլի Փոթերի մեծագույն մայրական սիրուն, Հարիի կամքի ուժին, խիզախությանն ու հավատին պարտվում է։ Գրքերը գրելուց Ջոանը ոգեշնչվել է Նարնիայի տարեգրքեր եւ մատանիների տիրակալ ստեղծագործություններից։ Հասկանալու համար, թե որքան հզոր ստեղծագործություն է այն, ինչպիսի ազդեցություն ունի համաշխարհային գրականության մեջ, եւ վերջապես ինչպես Հարի Փոթերը դարձավ մշակութային կուլտ։ Պետք է ասեմ, որ նրա պատմաշարը վաճառվել է ավելի քան 500 միլիոն օրինակ, թարգմանվել ավելի քան 80 լեզուներով, իսկ 8 ֆիլմերը միասին հավաքել են 7 միլիարդ դոլար։ Նրա հաջողության մասշտաբը պատկերացնելու համար ցանկալի է իմանաք, Աստվածաշունչը, որն աշխարհում առաջինն է իր վաճառքով, մոտ 6 միլիարդ օրինակ, Ղուրանը երկրորդն է 800 միլիոնով, իսկ Հարի Փոթերը զբաղեցնում է երրորդ տեղն իր 500 միլիոն օրինակով։ Այսպիսի ֆենոմենալ հաջողություն չէր կարող ծնվել մի հերթական կախարդական աշխարհի մասին պատմող պատմությունից։ Այս ստեղծագործությունը բազմաշերտ է։ Նրա գրավչությունն ապահովում է մի քանի տարբեր ասպեկտներ։ Փոթերի պատմության հիմքում առկա են բազում պատմական ակնարկներ։ Հերոսի անցնող ամբողջ հոգեբանական ճանապարհն այնպիսի խորն է նկարագրել Ջոանը, կորստից մինչև հաղթանակ, որ դիտողի համար Հարին թվում է ոչ թե հորինված, այլ իրական հերոս։ Քանի որ այն հիմնված է աշխարհահռչակ հոգեբաններ Կարլ Յունգի եւ Զիգմունդ Ֆրեյդի տեսությունների վրա, գումարած դրան իրենց տեղն են գտել Աստվածաշնչից մեզ հայտնի հոգևոր գաղափարներ եւ տարբեր դիցաբանություններից վերցված փիլիսոփայություններ։ Հենց այս ասպեկտներին հերթով մանրակրկիտ կանրադառնանք ու կիմանանք, ինչպես տնային տնտեսուհու գլխում ծնվեց պատմություն, որը լիովին փոխեց ժամանակակից գեղարվեստական գրականությունը։ Երջանկություն կարելի է գտնել ամենամթին ժամանակներում անգամ։ Ինչ եք կարծում, ում է հիշեցնում այս երեխան։ Նրա մազերի տեսքը, հագու կապը, նրա ունեցած գաղափարները մաքուր այրան մասին, այն ուղիղ զուգահեռ է նացիստական ռասիզմի եւ արիական գերակայության գաղափարների հետ։ Միթե նա, ում անունը տալ չի կարելի, այնպիսի սարսափելի ու վատ հիշողություններ էր առաջացնում մարդկանց մոտ, ինչպիսին Հիտլերի դեպքում էր, իսկ մահաբերները մեզ հիշեցնում են նացիստական կամ ֆաշիստական շարժումները, որոնք գործում էին ահաբեկման ու բռնության ուժով, ինչպես ֆաշիստները սվաստիկան, այնպես էլ նրանք ունեին իրենց տարբերանշանը։ Իսկ մոգության նախարարությունը խորհրդանշում է պետական կոռումպացված ու անարդյունավետ կառավարվող կառույց, որտեղ կայացված որոշումներն ընդհանրապես ժողովրդի շահերից չեն բխում։ Դոլորես Ամբրիջի կերպարը նման է ավտորիտար պաշտոնյաներին, ովքեր օրենքի անվան տակ ճնշում են մարդկանց ազատությունը, իրենց սեփական էգոն բավարարելու համար։ Երիտասարդների գաղտնի բանակն ու Փյունիկի միաբանությունն ընդհատակյա հակաֆաշիստական շարժումներին են նման, իսկ Հոգվարցի պաշտպանությունը Վոլդեմորթի բանակից հիշեցնում է Լոնդոնի բլիցը, երբ քաղաքը պաշտպանվում էր ռմբակոծությունից։ Հարիի հաղթանակն այս համատեքստում Բրիտանիայի ապագա սերնդի հաղթանակն է խորհրդանշում, որ վերջնական կործանում է մութ ուժերին։ Դա ազատության հաղթանակն է,
բռնապետության դեմ, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմում այն եղավ։ Չմոռանանք նաև Նիկոլաս Ֆլամելին, ով միջնադարյան Փարիզի նշանավոր գրագիրն էր եւ հետմահու դարձավ ամենահայտնի կերպարներից մեկը ալքիմիայի պատմության մեջ։ Նրա անունը կապվեց փիլիսոփայական քարի լեգենդի հետ։ Դա նյութ էր, որը կարող է սովորական մետաղը վերածել ոսկու կամ արծաթի։ Ալքիմիկոսները հավատում էին, որ քարը նաև ստեղծում է կյանքի էլիքսիր, պարգևելով երկարակեցություն եւ անմահություն։ Ֆլամելի մասին լեգենդները պատմում են, որ նա գտել է գաղտնի ձեռագիր, որի միջոցով էլ բացահայտել էր մեծ գործը։ Թեև պատմական փաստերը ցույց են տալիս, որ նա իրականում զբաղվել է գրքերի վաճառքով, գրագրությամբ, դարերի ընթացքում նրա անունը դարձավ ալքիմիայի եւ փիլիսոփայական քարի խորհրդանիշ։ Մթին ուժերը փորձում են ներթափանցել դղյակի պատերից ներս։ Սակայն ի վերջո նրանց մեծագույն զենքը դուք եք։ Յունգն ասում էր, որ յուրաքանչյուր մարդու մեջ կա ստվեր, մեր մութ կողմերը։ Ջոանի պատմության մեջ այդ ստվերը երևում է Հարի ու Վոլդեմորթի կապով։ Նրա պայքարը չարի դեմ իրականում նաև իր ներքին պայքարն է։ Հարիի պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես է մարդը ճանաչում ու ընդունում իր մութ կողմերը եւ այդպես դառնում ամբողջական։ Ֆրեյդը կենտրոնանում էր մարդու անգիտակցականի վրա, այն ցանկությունների ու վախերի, որոնք մենք չենք գիտակցում։ Հոթերի դեպքում դա երևում է դեմենտորների տեսարանում։ Նրանք ստիպում են զգալ իր ամենախորը վախերը, անգամ այն, որը նա չի հիշում։ Դա իր մանուկ հասակում մոր եւ հոր սպանության պահն է։ Աստվածաշնչից հայտնի գաղափարները նոր ձևով են ներկայացվում այստեղ։ Սա էլ պատճառներից մեկն է, որ պատմությունն այդքան խորապես հուզում է մարդկանց։ Այն խոսում է մեր հավատի, սիրո եւ լույսի մասին։ Ում է հիշեցնում այս մանուկը։ Ինչ են խոսում նրա մասին այս պատմության մեջ, որ նա է հույսն ու փրկության ճանապարհը չարի ճանկերից։ Դա մեզ հիշեցնում է Հիսուսի սուրբ ծննդյան պատմությունը, ով եկավ աշխարհ մարդկությանը փրկելու եւ ազատագրելու չարից։ Աստվածաշունչը հաճախ նկարագրում է լույսի հաղթանակը խավարի վրա։ Փոթերի պատմությունում Վոլդեմորթը մարմնավորում է խավարը, իսկ Հարին լույսը, որը վերջում հաղթում է։ Սիրո մեծագույն օրինակներից է Քրիստոսի զոհաբերությունը։ Այն գեղեցիկ զուգահեռ է անցկացված Լիլի Փոթերի մայրական սիրո զոհաբերության հետ։ Եվ իհարկե Փոթերի վերածնունդը ակնհայտ ակնարկ է Քրիստոսի հարության գաղափարին։ Դամբլդորի կերպարը միշտ եղել է մոգության եւ իմաստության խորհրդանիշ։ Երբ նա բացում է կրակների պատնեշը, այդ տեսարանը հիշեցնում է հին աստվածաշնչյան պատմությունը։ Մովսեսի ջրերի բացվելը։ Մովսեսը կանգնած էր իր ժողովրդի առաջ եւ Աստծո զորությամբ բաժանեց ծովի ալիքները, որպեսզի ժողովուրդը փրկվի եգիպտացիներից։ Դամբլդորը նույն կերպ իր մոգական ուժով բաժանում է կրակները, բացելով ճանապարհ իր եւ իր աշակերտի համար։ Այս զուգահեռը ցույց է տալիս, որ մոգական աշխարհում առաջնորդի ուժը ոչ միայն կախարդանքն է, այլև հավատը, որ նա կարող է պաշտպանել իր ժողովրդին։ Մովսեսի ջրերի բացվելը խորհրդանշում էր ազատություն եւ փրկություն, իսկ Դամբլդորի կրակների բացվելը պաշտպանություն եւ հույս։ Երկուսն էլ առաջնորդներ են, որոնք կանգնում են վտանգի դիմաց եւ բացում ճանապարհ դեպի կյանք։ Այս պատմության մեջ Ջոան Ռոլինգը հմտորեն օգտագործել է տարբեր դիցաբանություններից վերցված փիլիսոփայություններ ու խորհրդանիշներ։ Սա էլ պատճառներից մեկն է, որ պատմությունն այդքան հարազատ ու ազդեցիկ է թվում տարբեր մշակույթների կրող մարդկանց համար։ Եթե նայենք հունական դիցաբանությունից, Հերոսի ճանապարհը Հարիի ուղին նման է Հերակլեսի անցած ուղուն։ Նա անցնում է փորձությունների շարք, հաղթում է հրեշներին եւ վերադառնում փոխված։ Երեք գլխանի շունը հիշեցնում է Հադեսի պահապան Շանը Կերբերոսին։ Հոգվրտսի տների կենդանիները այռուց, օձ, արծիվ, խոզուկ գալիս են հին առասպելներից։ Օձը եգիպտական ու բիբլիական, արծիվը հունական եւ սկանդինավյան, իսկ խոզուկը կելտական եւ գերմանական։ Սկանդինավյան դիցաբանությունում կար մի հետաքրքիր գաղափար, որն ասում էր Ասգարդի ու Միդգարդի բաժանումը։ Այնտեղ աշխարհը բաժանված էր տարբեր թագավորությունների։ Ասգարդը աստվածների երկիրն էր, իսկ Միդգարդը մարդկանց երկիրը։ Կախարդների եւ մագլերի աշխարհների բաժանումը շատ նման է այս թեմային։ Դեմենտորներին կարելի է նմանացնել դրուգրներին, մահվան հետ կապված մութ էակներին։ Սկանդինավյան առասպելներում դրուգրը մահացած մարդու վերադարձած մարմինն է,
որը չի հանգչում գերեզմանում։ Այն համարվում էր զոմբիի նմանվող էակ, բայց շատ ավելի ուժեղ ու վտանգավոր։ Դրուգերները պահպանում էին իրենց գերեզմանները, գանձերը եւ հարձակվում էին կենդանի մարդկանց վրա։ Կախարդական փայտերն իրենց ուժով հիշեցնում են Իգդրասիլ ծառի խորհրդանիշը։ Իգդրասիլը խորհրդանշում էր կյանքի ծառը, հավերժական կապն աստվածների, մարդկանց եւ բնության միջև։ Այն նաեւ խորհրդանշում էր ճակատագիրը։ Ըստ դիցաբանության նորները, ճակատագրի աստվածուհիներ, նստում էին ծառի արմատների մոտ եւ հյուսում մարդկանց ճակատագրերը։ Հարի Փոթերը եւ փիլիսոփայական քարը ֆիլմում Հոգվարցում հայտնված լեռնային տրոլը ուղիղ կապ ունի սկանդինավյան տրոլի կերպարի հետ։ Այն մեծ է, ուժեղ, բայց միաժամանակ միամիտ ու հեշտ խաբվող։ Սա հենց սկանդինավյան տրոլի դասական նկարագրությունն է։ Արթուր արքայի Էքսկալիբուրը դարերի խորքից եկող խորհրդանիշ է։ Այն պատմում է աստվածային իշխանության մասին, ընտրյալ լինելու գաղափարի մասին։ Արթուրն իր թուրը ստացավ կախարդական պայմաններում, քարից կամ լճից հանելով։ Էքսկալիբուրը ցույց էր տալիս, որ նա ընտրված է առաջնորդելու, արդարություն հաստատելու համար։ Գրիֆինդորի թուրը նույնքան խորհրդանշական է։ Այն պատկանում էր Հոգվարցի հիմնադիր Գոդրիկ Գրիֆինդորին։ Եվ թուրը հայտնվում է միայն այն ուսանողի առաջ, ով իսկապես արժանի է Գրիֆինդորի արժեքներին։ Այն ցույց է տալիս, որ Հարիի եւ նրա ընկերների ուժը գալիս է ոչ թե մոգությունից, այլ նրանց բարոյական արժեքներից։ Եգիպտական դիցաբանությունից մեզ հայտնի է օձի խորհրդանիշը, որպես ուժի եւ վտանգի մարմնավորում։ Սլիզերինի տունն ու Վոլդեմորտի կապն օձերի հետ մեզ ակամա դա է հիշեցնում։ Իսկ նրա անմահության մոլուցքը շատ նման է փարավոնների հավերժ կյանքի որոնմանը։ Լյուպինի կերպարը Հարի Փոթերը եւ Ազկաբանի բանտարկյալը ֆիլմում առանձնահատուկ խորհրդանշական է։ Նա ոչ միայն ուսուցիչ է, այլև մարդ, որ իր մեջ կրում է գազանի բնույթը։ Գայլամարդ լինելու վիճակը նրան կանգնեցնում է կյանքի ու մահվան սահմանին, ինչպես հին Եգիպտոսի Անուբիսը, շնագլխով աստվածը, որ պահպանում էր գերեզմաններն ու ուղեկցում հոգիներին դեպի մյուս աշխարհ։ Երբ Սևերուս Սնեյփը դասի ժամանակ պատմում է գայլամարդերի մասին, ֆիլմում օգտագործված պատկերները հիշեցնում են հին դիցաբանական նկարագրությունները։ Գայլամարդը ներկայացվում է ոչ միայն վտանգավոր էակ, այլև որպես խորհրդանիշ մահվան, վախի եւ մարդու ներքին մութ կողմերի։ Ստացվում է, որ Հարի Փոթերը դարձել է մշակութային կուլտ, որովհետև Ռոլինգը միավորել է տարբեր դիցաբանությունների խորհրդանիշներ, օգտվել աստվածաշնչյան գաղափարներից, հերոսին կերտել մեծագույն հոգեբանների տեսություններով եւ այդ ամենը համեմել պատմական ակնարկներով, ստեղծելով նոր, բայց միաժամանակ ծանոթ աշխարհ։ Սա է բացատրում, թե ինչու է այդ պատմությունը խորապես հուզում մարդկանց։ Այն խոսում է մեր համընդհանուր առասպելների լեզվով ու դիտորդի մտքում առաջացնում շատ ծանոթ աշխարհի իլյուզիան։ Սակայն նրա ֆենոմենն այն է, որ նա կարողացել է իր աշխարհում այդ բոլոր գաղափարներն այնպես ներմուծել, որպեսզի դրանք միաձուլվեն իր ստեղծած աշխարհին ու դառնան նրա մի մասնիկը, դառնան լիովին նոր, մի հետաքրքիր, ֆանտաստիկ աշխարհ։ Հարի Փոթերի ու իր չկրկնվող պատմության գեղեցիկ աշխարհը։ Դուք դիտում եք թեորիան, կարող եք բաժանորդագրվել եւ հավանել մեր տեսանյութերը, իսկ մեկնաբանություններում անպայման կիսվեք ձեր կարծիքով։ Դա շատ կարևոր է մեզ համար։ Եվ քանի որ մոտենում են տոները, ես կցանկանամ շնորհավորել բոլորիս գալիք ամանորն ու Սուրբ Ծնունդը եւ մաղթել, հատկապես Փոթերասերներին ասել. չմոռանաք գալիք տարում, եթե հանդիպեք ձեր կյանքի դեմենտորներին, հիշեք մի լուսավոր շատ ջերմ հիշողություն եւ ասեք Expecto Patronum։ Nox խաբեությունը հաջողվեց։ Գիտեք թե ինչու են ողջ մնացել, պրոֆեսոր։ Որովհետև նրա սերը ավելի ուժեղ էր, քան Վոլդեմորտը։ Մի ասա նրա անունը։ Ես չեմ խիզախ եղեք ինչպես մայրս։ Հակառակ դեպքում